ասեցինք ու բան, ինչու Արշակ Սրբազանի ուղղությամբ։ Դե Արշակ Սրբազանը գիտեք հեչ ոչ է մենակ են, որ ինքը այդպես մարտնչող աներեր կերպար էր, երբ որ դու լիակատար պատերազմ ես հայտարարում ինչ որ մի սուբյեկտի, ինչ որ մեկին, քո ծառայած տղեկը կիմանան էլի, ասենք եթե ինչ-որ դիվերսիոն հարձակում է, հարձակվում ես ինչ-որ խրամատի վրա կամ ձեր խրամատի վրա են հարձակվում, առաջի խնդիրը միշտ օրինակ դիմացինի պեկայիսն է։ Միշտ փորձում են դիմացինի պեկայիստին բան անել, արանքից անել, որովհետև դե մահ է սփռում։ Հիմա ասենք Արշակ Սրբազանը այդ անալոգիայի համացան մեջ է տեղավորվում, որ ինքը տես պինդ կանգնած եկեղեցու պաշտպանության հայազգի եւ հայոց եկեղեցվո պաշտպանության առաջնագծում կանգնած այդ պեկայիսներ մենակ ինքնին իր արկայությունը ինքը կրակեր չկրակեր այլաբանորեն ասած ինքնին արկայությունը արդեն խնդիր էր հիմա չի կրակում ավաղ կրակի դրա համար պեկայիստ է հա դրա համար ինքը Արշակ Սրբազանն էր չգիտեմ մի լավատեսական բան ասեմ դրանով ավարտենք թե ոչ Չէ, Միքայել Սրբազանը առողջական լուրջ խնդիրներ ունի, երեք են սուտի գլամուր են արդարադատության նախարարը, չգիտեմ, ինչ որ ցած հերոսների տակ էլ ինչ որ բաներ էր խոսում, բայց չգիտեմ, բա այդպես չի, դու այդ չգիտես, այդպես է, այդպես չի, բայց մենք գիտենք, որ դու թյուրիմացություն ես եւ քո տեղում չես, գիտեք ինչու։ Իրա վերահսկողության տակը, ենթակայության տակը այդ ամեն ինչը 23 թե 24 մահ միայն կալանավայրերում։ Բա մենք դա գիտենք, այդ թյուրիմացություն, այս սուտի գլամուր։ Լավ, եկեք իրանց մի խորհուրդ տամ։ Նստած ու մի հատ էլ տենց բանով խոսում է, դե բան, այն չեմ ասում, են բանտապետա ինչա կոչում նենց բանից բեղաբար դրել են, հա, որ գոնե մի քիչ բարոյականություն ունեցեք, գրադեղեք գնացեք, 24 մահ չի եղել այսպիսի բան։ Ու պայմաններն էլ պայմանների մասին ինչ ասեմ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետուրը մի հատ փոքր սենց խուցա 4 հոգի վարագույրով սանհանգույցը սենց առանձնացած երկուսը ծխում են սարսափելի պայմաններ երեք էլ այստեղ Կարապետ Պողոսյանը իրեն էլ տարել են պահել են ասել ուղակի ջուրը ծփում է ասենց ոտքերի չգիտեմ անմարդկային բան սենց այո այս պայմաններ մի հատ իրանցից գո ինչը խոսում է նվում է գլամուր չես մարդ գլուխ էլ չի հանում ինչ ես կամ քո ենթական են բանտապետ դրանա չէ ենթարկվում Ռուզան լավ խոս այո եւ դրա մասին չենք խոսում ինչ պայմաններում է Մկրտիչ Սրբազանը երեք սրբազաններն այստեղ են հիմա չգիտեմ ինչ պայմաններ է բա Մկրտիչ Սրբազանը այո սարսափելի պայմաններում է ել չեմ ասում ինչ խոշտանգում Սամվել Կարապետյանի նկատմամբ ամռանը 60 աշճան սառնաբան շոկ հետո միջև այս սառը դենտեղ խոնավ նկուղային չջերուցվող բանը ել խոշտանգումը ո՞նց է լինում լավ ես երևի առաջին անգամ տենց ինչ որ դիմեմ այդ կոնտինգենտին այդ մարդկանց Ձեզ ես վստահ եմ, հավատացնում են, որ խնդիր չի լինելու, սա մեր ձեռն է, իշխանությունը մեր ձեռն է, կամ եթե մեր ձեռն էլ չլինի, ուրեմն արդեն տակը ոչի բան չի մնալու, բայց ես այսին վերջին ազգային ժողովի ելույթում էլ ասեցի, որ հավերժական չի այս իշխանությունը։ Հա, դուք առավելագույն այդ վնասը կարաք տակ։ Արդեն տվել եք Հայաստանի տարածքի 30%-ը չկա, էլի կարաք տակ, բայց մեկը, չէ՞ որ դուք ձեր մասին եք մտածում, դե համար ես ձեր տեսանկյունից եմ խոսում, որ մեկը ինքը հավերժական չի լինելու, մի օր պրծնելու է, լինելու է ուրիշ բան։ Այդ արդեն թող ձեզ չհուզի, թե այդ ուրիշ բանը ինչ խնդիրների կառերեսվի, ինչ կլինի, կարող է այդ ուրիշ իշխանություն լինելու է, ու դուք էլ որպես մարդ լինելու եք։ Ինչի դուք բոլոր ամեն ինչի տակ ստորագրեք, ինչի տակ որ ստորագրում է ձեր պարագլուխը։ Օրինակ ես հիշում եմ Վանեցյան Արտուրը դեռ ինքը պաշտոնավարում էր որպես բան ԱԱՑ-ի պետ մի օր այն իր բարձր 90% ռեյտինգի վախտերն էր մի օր լրագրողներն ինչ որ ասին բա Քոչյանը էս կոմենկոմ եւ այլն ասես դե ես զերծ կմնամ ոնց որ գործը դատարանում է բան տենց եւ այլն բայց ասես Ռոբերտ Քոչարյանը ինքը կարծեմ ասած արժանինքներ ունի Հայաստանի պետականության մեջ թե սենց ինչ որ մի բան Վանեցյանը ինքը ԼԱԱՑ-ի պետ էր տես մի հատ հարցազրույց ունի դե արդեն սաղս նայեցինք հասկացանք որ հա մարդը ջոգում է այս պոեզը ուրա գնում ու արդեն իսկ հասկանում է որ չէ այս պոեզը սխալ տեղ է գնում ինքն էլ ըստ այդմ սխալ տեղում է ու դա ժամանակավոր է մի օր ինքը այդ պոեզից դուրս է գալի ինքը պետք է որպես հայ մարդ հայ տղամարդ բան ոնց որ իր բանը պահի պահեց հիմա
Բայց գուցե Սիսակ Գաբրելյանի նման են մտածում Հայաստան չի լինելու եւ ոչ մեկ Դե այդ եմ ասում, ձեզ տենց համոզում բայց իրանց են, ասեք բայց որ սա թուրքերն էլ տենց եթե Հայաստանը մնաց պարզային չի լինելու, եթե չմնաց թուրքերն Դու են էլ գալու չես ավելի անելու։ դաժան բաներ։ Բոլորիդ համար ինքնաթիռներում, եթե այդ Տեղ չի սցենարը գնա, լինելու։ տեղ չի լինելու, հիշեմ, երբ որ Դրա համար Ամերիկան աղոթեք մեզ համար, որ պայքարենք, որ գոնե Դրա համար երկիրը մնա դուք ձեր ստրախովկեքը հեչ ոչ է ունեցեք այսպես կրիտիկական իրավիճակներում, այդ մարդու մահը էնել լուրջ մարդու մահը հեշտ բան չի էլի։ Ցեղասպանություն իրականացրած դա լավ ուսումնասիրված բան է, թեմա է, դրա մասին առանձին հոդվածներ կան, որ շատ ցեղասպաններ, բան ցեղասպաններ էլի, դաշտային ցեղասպաններ, հենց իրոք ֆիզիկապես ասենք սպանողներ, հետո կյանքի վերջի տարիներին խելագարվում էին։ Այդ ընտանիքների ուշադրությունները կա, որ ասում են երեխեք են գալիս աչքիս առաջ, արյուն եմ տենում, գժվում եմ, բան եւ այլն։ Շատ այնպես պատմություններ կան, հələ իշքանն էլ եղել է, որ մենք չենք իմացել, գժվում էին այդ մարդիկ։ Բախի գժվեք։ Ձեր գլխի ճարը ինչ որ մի ձևով Եվ վերջին հայտարարությունը Նիկոլի բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այն որ ասում է՝ «Յա իրոք», ով էր ասում՝ «Յա իրոք»։ Սերժ Սարգսյան։ Ոնց որ կասեր դասականը՝ «Յա իրոք»։ Այս ինչի մասին էինք մենք խոսում 4 սրբազաններ փակված խոշտանգվում են ծայրահեղ ծանր հիվանդ վիճակում ինչ պայմաններում երկրի թիվ 1 բարերարը ինչ պայմաններում Սամվել Կարապետյանը մոռացել են Սամվել Կարապետյանի մասին երկրի թիվ 1 բարերարը բոլոր վերջին 30 քանի տարվա առաջին չկա այդպիսի բարերարություն իրանից հետո նոր արելա քրքրքոյանը Դե իրենք համարում են իրենից հետո լավ եք լսում իրա կեսից էլ մի քիչ այդ կամ արելա քրքրոյանը որ լեգենդա մեծ հայ է խոսք չկա բայց իրա կրկնակի շատ արելա Սամվել Կարապետյանը սիրելիներս Դե ոնց որ թուրքերը մտածում են որ Միրանին այնտեղ խոշտանգում չգիտեմ սպանության փորձ է ինչ է կատարվում գերիների այո այնտեղ ինչ է կատարվում այստեղ ել չեմ ասում ամեն մի խոսքի համար 10 բան է կանում քրեական գործ ամեն մեկից վրա ինչ ուզում է ասում է ինչ բերանները գալիս այս անդաստիրակ փողոցայինների կարող են ասել բայց իրանք դի պատասխան չստանան Պետք է Նարեկն ու Վազգենը իրանց ասեք իրանք պիտի ասեն Նարեկն ու Վազգենը չպիտի ասեն ոնց որ թուրքերի համար ցեղասպանություն չի եղել է երկրի ներսում կարգու կանոնի հաստատում տենց էլ իրանց համար բռնություն չկա բայց կարգու կանոնի հաստատում այդ կար բայց ինչ է լինելու չէ ամեն ինչ լավ է լինելու բայց վերջում եթե լավ չի ուրեմն դեռ վերջ չի շնորհակալություն ապրե Էդգարը Թուրքերն ասում են, որ չկցեղասպանը կարգու կանոն ենք